Բարի ուշ երեկո ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ։ Թույլ տվեք ներողություն ասել Կիրակի օրը եթեր չանելու համար, դե իմի աշխարհի առողջության եզրափակիչն էր ամեն դեպքում։ Ես ճիշտ ասած այդքան էլ առաջին խաղակից հետևեցի, հետո չհետևեցի, պարզապես կարծում եի, որ դուք զբաղված կլինեք դրանով, իսկ երեք մի քիչ գործեր կային։ Ամեն դեպքում ամառվա շրջանը այնպես չի, որ ամենօրյա այդպես եթերների այդքան շատ ակտիվություն կա քաղաքական դաշտում եթերների պահանջը կա, այնուամենայնիվ ժամանակ առ ժամանակ եթե ստացվի, հա, էլի դե այդ ռեժիմով կաշխատենք, եթե չէ, դե գիտեք, հենց ինչ-որ բան կատարվի կլինենք եթերը։ Շնորհակալություն մի անգամից թույլ տվեք ասել եթերը կիսելու տարածելու համար, եթե կոնտենտը հետաքրքիր է լինում եւ իհարկե մեկնաբանությունների դաշտում փոխադարձ հարգանքի տոնը պահելու համար։ Վերնագրից գուշակեցիք երևի, ինչի մասին կարող ենք խոսել, եթե անգամ չգուշակեցիք, միևնույն է միտքը երևի հասկացաք, որովհետև այո, առողջություն առաջան։ Այո, քաղաքական շոուները արդեն հետաքրքիր չեն, կոնկրետ են հատվածները, որոնք շոուի մասին են, հա, ներկայանալիության մասին անգամ հետաքրքիր չեն, որովհետև գիտեք, սա մենք Ամերիկայի ժողովուրդը չենք, դուք էլ հաստատ Ամերիկայի շոումենները չեք, որ կարողանաք Մայքլ Ջեքսոնի մեռնել չմեռնելու հարցը մի 15-20 տարի բրեքներս ծախեք, էլի։ Տես չի։ Հայ ժողովուրդն է շատ արագ ըմբռնում է իրավիճակը ու անցնում է առաջ։ Չեք հասցնում ժողովրդի ըմբռնողունակությանը համահունչ քայլել անգամ։ Այստեղ է խնդիրը։ Եվ հանրությունը վաղուց այո շատ լավ հասկացել է, թե որ խոսքը մոտավորապես ինչի համար է ու ինչ կարա նշանակի, ինչու է ասվում, ինչ կարա նշանակի։ Երբեմն շատ ծիծաղելի իրավիճակներ են անգամ լինում, բայց մյուս կողմից ինչի եմ այդ դեպքում ես եթերը անում, ոչ թե որ անպայման ցույց տամ շոուները, հակադիր կողմները, այլ նաև ձեզ բոլորիդ ասեմ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որ դա հոգնածնում է քաղաքացուն։ Եվ թերևս օրինակ ցանկացած քաղաքական ուժ, երբ մտնում է ընտրապայքարի մեջ, առաջին հերթին ուշադրություն է դարձնում այն հանրության այն հատվածի վրա, ովքեր երբեք չեն գնում ընտրության, չէ՞, ասենք չեն գնում ընտրության։ Ու ասում են, ահա դες ազատ դաշտ կա, պետք է այդտեղ աշխատեն։ Բայց միևնույն ժամանակ ոչ մեկը այդտեղ չի աշխատում։ Եվ ընդհակառակ այդ չգնացողների թիվն են փորձում կարծես ավելի մեծացնել, որովհետև երբ որ մարդը հետաքրքրություն չի տեսնում, տխնում, հա, թքած է ունենում, ասում են, ձեր սելը քշեք, էլի։ Արդեն այդպես է։ Եթե ինչ որ մի ժամանակ ուրիշ գնահատական կարելի էր տալ, հիմա պատճառը փոխվել է, չգնալու պատճառը փոխվել։ Որովհետև չեք կարողանում բավարարել նրանց պահանջները, նրանց տպավորությունները, կարծիքները, հետաքրքրությունները չեք կարողանում բավարարել, որևիցե ուժ չի կարողանում բավարարել, որովհետև ոնց ես հասկանում եմ, այնպես չի որ թղթի վրա գրել են, գրի են առել, թղթին են տվել, թե օրինակ հանրությանը ինչ հարցեր են հուզում։ Ընկած են կենցաղային ինչ-որ բաների հետևից, գաղափարական զրոյական մոտեցում, ասենք, չգիտեմ, էլի ասած օրվա հարցեր, խնդիրներ, օրվա թեմաների ու իրադարձությունների վրա աշխատանք, այդ քաղաքական գործունեություն չի, դա գիտեք, դա այդքան էլ այդպես չի, էլի մի խոսքով։ Դա արհամարհանք է ուղիղ քաղաքականության վերաբերյալ։ Հիմա անգամ այս դատաիրավական գործունեությունը, որ գնում է սրան ձերբակալել, նրան բաց թողնել, այն մյուսին բավարար վաղուց բաց թողնել, անգամ սա արդեն հետաքրքիր չի, հասկանում եք։ Եվ եթե կարելի էր բարկանալ մի քանի օր առաջ ես շատ բարկացել էի, այո, հենց Վարդան Ղուկասյանին բանը կալանքը որպես խափանման միջոց փոխելու վրա, որքան էլ ես ինքս շատ լավ գիտակցում եմ, անգամ ես ինքս եմ երբեմն փորձում քաղաքացիներին նկարագրել, թե ինչ խնդիրներ կան, էլի որ չի ստացվում կամ սենց կամ այնց, բայց միևնույնն է ժամանակի հետ մենք ենք հյուծվում, հա, ինչ որտեղ մենք ենք մի քիչ այդ ադդաչան չստանալու պարագայում մենք ենք ներվայնանում ու ինչ որ կետի հասնում այդ ամեն ինչը չի կարելի։ Այսօր աշխովս ընկավ, ասես առաջին թռուցիկ մեր ընկերը շատ լավ ընկերը ավակներ գցել բանը, նյութը աշխովս ընկավ ու արդեն ինֆարկտը կողքերս ֆրֆռում է։ Բանը Անդրանիկ Թևանյանը ոնց որ թե առողջական խնդիրներ ունի։ Սենց մի հատ ռեմարկ ու արդեն սենց ճիճումները սկսավ աշխատել, այս որ մի բանից սեցը գցում են, որ ասես, բայց շուտ արեք այդ մարդուն ուղարկեք տուն, բայց մեր լրտեսին ինչ եք բռնել առողջական խնդիրներով, դուք տմարդ եք, ես չեմ հասկանում, ոչ մի մարդկայնություն չկա ձեր մեջ, մեր լրտեսը, մեր բան, ասենք, ու առողջական խնդիրները չի կարելի, չէ, բայց ժողովրդավարությունն ու մնաց սա 37 թիվը չի, բոլորը իմիջիալոց այդ 37 թվից լավ է խոսեցին, թե չէ 37 թվին ինչ եղել, շատ շատերը չեն էլ հասկանում, զգացել եք
Ինչքան մարդ ասում, որ 37 թիվը չէ, որ ասես 37 թվին ինչ ա եղել, իր ասած ոչ մի բանը չի համընկնի, հիմիկվա ասացի, հիմիկվա տեղի ունեցածի հետ։ Բայց այնուամենայնիվ մի քիչ այս շոուներից ինչքան էլ որ խոսենք, եկեք փաստերով գնանք։ Նախ բանը Գոհար Մելոյանի վրա սիրտսնես ցաված խեղճ աղջիկա լինելով ուժեղ Հայաստան դաշինքի ազգային ժողովում երկրորդ ուժի երրորդ համարը 200-րդ չէ, 150-րդ չէ, 46-րդ չէ, երրորդ համարը մի բոցաշունչ ելույթով թույլ տվեք չընթերցել այդ ամբողջ ելույթը շատ խնդալու է, հա, ելույթով փորձում էր բացատրել թե ինչի համար իրան հարմար չի գնա բան պատգամավորի աշխատավարձով այնտեղ նստի, եթե կարելի է իր իրավաբանական գրասենյակով նորմալ փող աշխատի, հասկանում եք, մարդը հելել է, դուք գիտեք ժողովուրդ, ես քանի որ վասնզի եւ առաքելական սուրբ եկեղեցին եւ անխոնջ աննահանջ մեր պայքար չգիտեմ սա բաները ձևակերպումներ արել, կարդում ես ձևակերպումները, ասում ես եթե 200 տարի հետո սերունդները ընթերցեն սա, երևի չգիտեմ, Տիկին Մելոյանի բանակից Անդրեին կտանեն Նժդեի արձանի կողքը, հասկանում եք, այսպես էլ չասեմ Սամվել Կարապետյանին ինչ կանենք, 77 մետրանոց մի հատ արձանել հատիսի կողքը իր համար կառուցեն, հասկանում, որ այսպես մի հատ բան ա գրել, հա, բայց իրականությունը այն է, որ մարդը պարզապես վախենում է, գնա ազգային ժողով, գնա ինչ անի, գնա պատմի, թե ոնց է անկապ ասել, որ բանը իրանցը անկլավ է, թե գնա անկապ ասի, թե արդարացնի, թե ուր են 300,000 ադրբեջանցի են, թե գնա չկարողանա ցույց տա, թե 300,000 աշխատատեղ ոնց կարան բացեն, դուս էլ ասեն գնա ինչ անի, մարդը իրավաբանական գրասենյակը ունի, ամսեկանին 500,000 դրամի համար ելնի գնա ազգային ժողով, այդքան թիրախավորվի շատ պետքն է, բայց որպեսի դուրս գա ու կարողանա իրենց էլեկտորատին էլ բացատրի, թե դա պլան բնա էլի են Սամվել Կարապետյանին գաղտնի պլանն է, ոչ ոք չի ճոգում այդ ինչ ուժեղ քայլեր, այդ շակ կանյոմ էր, էլի որ Մելոյանը ասի ես չեմ վերցնում մանդատը։ Մի խոսքով, ասես մենք շոու ենք փորձում կազմակերպել այդ առումով, էլի այն որ ասում շոու համար մենք։ Դրանով ազգային ժողովի նիստերին չեք գնա, բայց ուրիշ հարց էլի, բան Սամվել Կարապետյանի տունել բան այն կառավարության նիստերին են որ անցկացնում, բան, այնտեղ էլ չենք տեսնելու, այս Տիկին Մելոյան Գոհար ոնց որ թե ձեր կողու բանի մեջ, Վարդեվանյանի մեջ արտադրության նախարար դառնալու բան կար, մրցակցություն կար։ Հիմա ի՞նչ է դառնալու, այդ կառավարության նիստերը Տաշիր Սամոյի տան մեջ իրականացվող։ Վերջացավ այդ ամեն ինչ, այդ շոուն էլ այդտեղ հատավ։ Հայրենիքը փրկության կարիք այլևս չունի։ Նայեք, հուլիս-օգոստոս ամիսներն են, ժողովուրդ ջան։ Նախ շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր հնարավորություն են ունեցել գնալ հանգստանալու կամ դեռ գնալու են հանգստանալու։ Այո, Փառք Աստծո, այսօր հնարավոր է դարձել շատ քաղաքացիների համար նույնպես աշխատելով իրենց մասնագիտական գործունեությամբ կարողանան ինչ-որ կերպ ձգել մի քանի օր գնան հանգստանալ, բայց իհարկե այսպես մեծ հարուստները պոլնի պրոգրամայով են էլի Գուլիատինում, հուլիս-օգոստոս ամիսներն է, մեռածա քաղաքը, ոչ մի քաղաքական պրոտեստ տեղի չի անում, ունենում մի ամբողջ Ծառուկյան Գագիկի տանում են քննչական կոմիտե 20 մարդ հազիվ է հավաքում, հասկանում եք, չկա պրոտեստ, քաղաքում չեն մարդիկ, գնացել են հանգստանալու, երկիրը այս ընթացքում փրկության կարիք չունի, ժողովուրդ ջան, կարաք հանգիստ լինեք, հեսա սեպտեմբերից, չէ, օգոստոսի 2-ին առաջին նիստն է, ամեն դեպքում բուն աշխատանքները սկսելու են սեպտեմբեր ամսից էլի ճգնաժամի մեջ ենք լինելու, էլի ամեն օրով դուք չեք պատկերացնում, թե ինչա կատարվելու, պիտի փրկվենք, երկիրը այս վիճակից պետք է դուրս բերենք, բայց այդ թողնա սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին, հիմա հələ նորմալ է, ձգում են, մեկ էլ փրկության կարիք կար բանը, այտենց գզետը մարտի կեսերից մինչև հունիսի կեսերը, էլի, всё, բրծանք, հասկանում եք, հիմա մի հատ անտրակտ է, բանը, որ լիրմա ներկայացումների ժամանակ կամ շոուների ինչ-որ բաների ժամանակ, որ անտրակտ են վերցնում, դադար են վերցնում, հանդիսատեսը դուրս է գալիս մի հատ հոտ դոգ ուտելու կամ ծխելու, իմիջիալու ծխելը վրա սակար առուսները, սա հուշեք, որ գովաց չդիտվի ծխելու մասին, իսկ բանը դերասանները մի պահ շունչ քաշելու, բեմը վերադասավորելու եւ որպեսզի վերադառնան։ Մի խոսքով, ինձ թվում է, բանը Ադրբեջանում էլ է անտրակտ։ Ալիևն էլ ընդեղ է անտրակտ հայտարարել, ասել է մի րոպե ախպեր։ Քանի որ այս մեր լավ ախպերները, այս մեր հայ ազգային ուժերը գնացել են անտրակտի, եկեք մենք էլ դատար վերցնենք, տղերքով մենք վախենում ենք իրանցից գեշ ձևի, հանկարծ չջղայնացեք, թողնեք թող նորմալ հանգստանա, սեպտեմբերից էլի կսկսենք թարգմանած մեր գործերը ստեղծել ներքաղաքական դաշտում։ Հասկանում եք, այսպես ընդհանուր
շատ պայմանավորված սիրուն աշխատանք են գնում։ Այդ շոուներից մեկն էր։ Հիմա հաջորդ շոուն։ Հաջորդ շոու չզարմանաք, բայց պիտի գնանք Ղարաբաղ էլի։ Ուրեմն այսօր աշխովից մի հայտարարություն ընկավ։ Չկա սենց բան։ Ուշադիր նայեք այս մարդուն։ Ուրեմն մենք տրամադրված ենք այնպես, որ այդ ամենը պահպանվի եւ ամեն ինչ անելու ենք դրա համար, նշել է նա։ Իսկ ինչի շուրջ, գիտեք, համապատասխան տեխնացուի դեպքում պատրաստ ենք ընտրել ազգային ժողովի նոր նախագահ։ Սրա մասին խոսում է Արցախի ազգային ժողովի պատգամավորը։ Ասում է Արցախի ազգային ժողովը չի կարող լուծարվել։ Դրա իրավունքը չունի։ Այն պետք է պահպանվի որպես լեգիտիմ պետական ինստիտուտ։ Այս մասին առավոտի հետ զրույցում ասել է Արցախի ազգային ժողովի պատգամավոր Սերան Հայրապետյանը։ Մենք տրամադրված ենք այնպես, որ այդ ամենը պահպանվի եւ ամեն ինչ անելու ենք դրա համար, նշել է նա։ Հայրապետյանի խոսքով խմբակցությունները կառուցողական են տրամադրված եւ համապատասխան տեխնացուի դեպքում պատրաստ են ընտրել ազգային ժողովի նոր նախագահ։ Show number 2. Նայեք։ Ազգային ժողովը, Արցախի բոլոր պետական ինստիտուտները եւ Արցախ պետությունը լուծարելու թուղթը ստորագրելուց հետո եւ Հայաստան գալուց հետո որոշեցին պահել իրենց բանը ազգային ժողով կառույցը, չգիտեմ ոնց է դա լինում, բայց ասում ես մտածում եմ լավ դե մի քիչ հուզական բան կա էլի երևի, թող դե հենց մնա էլի տեսնենք բարձվում է իրենք ազգային բանը Արցախը այդպես արեցին, որ հանձնվի, որպես իրենք հավերժական լինեն, որովհետեւ եթե Արցախը չհանձնվեր, հիմա բաղուց 2 տարի առաջ, եթե ոչ ավել, այնտեղ պիտի ազգային ժողովի ընտրություններ ընթանային։ Հիմա ինչով է լեգիտիմ, լավ, ընդունենք դեռ լուծարելը, բան, ասենք Շահրամանյանը թիկունքում այդ մատերը խաչ արել, յանի տենց հաշիվ չի հետի, էլի լեզուն կծել է, տենց կախարդական ռեթին ոնց էին ասում երեխա ժամանակ։ Ջնջել է այցա։ Չնայած դատարանի վճիռ գոյություն ունի եւ հայտարարություններ։ Ու դա ամենատխուր էջն է, այո, մեր պատմության ամենատխուր էջը, որովհետեւ հակադրվեցին Հայաստանի Հանրապետությանը, նախընտրեցին համադրվել Ռուսաստանի Դաշնությանը եւ եղավ են ինչ որ եղավ։ Բայց չվերադառնալով այդ դաշտ բոլորդ էլ գիտեք իմ մոտեցումը կամ առհասարակ իրավիճակն ինչպեսին նա եղել, ազգային ժողովը ստացվում է, որ Արցախը հանձնեց, իսկ ոնց հանձնեց, ապօրինի ձևով վերես նշանակեց բան։ Նոր մի հատ մեկին ու ասաց ինքն է սրանց հետո նախագահը։ Ասենք չգիտեմ այդ ոնց է լինի։ Մատուցկի նախագահի ոչ տեխնացու եղել, ոչ ցուցակների մեջ է եղել, ԱԱԾ եղել։ Ասին ոչ մենք օրենքը փոխում ենք մեր ուզած ձևով, հիմա էլ ինքն է նախագահը։ Տոնտոնեք ենք խաղում, ես մաման եմ, դու պապան ես, ասենց այլ։ Մի խոսքով, հիմա սա հանձնեց, լուծարեց, ամեն ինչ, ու իրանք դրանով հավերժացրեցին իրենց падգամավոր լինելը, պարզապես Արցախում չէ, բայց падգամավոր լինելը հավերժացրեցին, իրենք կարող են հավերժ падգամավոր լինել, որովհետև ընտրություններ Հայաստանում Արցախի ազգային ժողովի ընտրություններ բնական է, չէ՞ որ չի կարա լինի։ Եվ իրենք էլ բոլոր խմբակցությունները համաձայն են, որ իրանք այդպես շարունակեն լինել, ընդ որում իրանք համարում են, որ դա լեգիտիմ է։ Անգամ եթե այս շոուի հատվածը դնենք մի կողմ, փորձենք խորամուխ լինել։ Ասենք դեռ լավ, լեգիտիմ չէ, էլի ամեն դեպքում Արցախի չգիտեմ, այս պարագայում արցախցիներին էլ որ հանկարծ չստացվի վիրավորում, բանա կարելի է վերնախավ համարել, թե չէ, բայց դες մի բան էլի։ Ներկայացնում են Արցախը այս մարդիկ իրանց արել։ Արա որտեղ եք մինչև ներկայացրել Արցախը։ Որտեղ։ Միակ տեղը որտեղ որ պիտի ներկայացնեք, Արայք Հարությունյանը պիտի ներկայացներ, երբ որ միջազգային լրատվականներին բան ասելու վախներ եք, դուք եկավ ասես չէ, ախպեր, հաջողվեց մենք Ռուսաստանի հետ։ Ռուսաստանն է մեր բան, չէ։ Ազգային ժողովի նոր նախագահի պաշտոնի համար տեխնացու ուներ։ Հիմա դες որ ասենք օրինակ, դες գնալով ժամանակը դες գնա մի 50 տարի մարդես էլի, ասած բոլորին էլ երկար կյանք տա, բայց ասենք էլ այնտեղ տակը մարդ չմնա, մեռնեն բան, տենց նշան գիտեմ, դες կյանք է էլի, չէ՞։ Ցուցակները բրծնի ասենք հերթականություն։ Հետո ի՞նչ է լինելու, էլի ասենք, ես չգիտեմ, ինչ է մարդկանց ինչ-որ ապուշ բաների շրջանակներում, այո, սա ապուշ բան է, սա ապուշ բան, չէ, ոչ թե ապուշ են ձեր ձգտումներն ու երազանքները, դրա վրա չեմ կարող այս բան գնահատական տամ, որովհետև միակողմանի խոսակցություն կա։
այլ ապուշությունային ինչ որ հիմա նոր կարդում էի։ Հասկանում եք։ Ինչ աշխատավարձ, իրանք արդեն դարձել են բան, բարեգործական երևի ինչ որ կառույց, չգիտեմ ով է տալիս։ Լավ, մի ուրիշ շոու կա, եկեք էդի նայենք, ինձ սա շատ է դուր գալիս։ Ուրեմն եկեք լսենք այս մեր ընկերոջը Արմեն Աբովյան, մի մարդ, ով ուժեղ Հայաստանի, ես չեմ կարող սխալվում անգամ պատգամավորի տեխնացու էր, եթե սխալվում եմ կներեք, բայց ամեն դեպքում շատ ինքը ակտիվ էր ու մի քանի անգամ ձեզ նրան ցույց եմ տվել ու անդրադարձել եմ նրա խոսույթին, ունի լսարան, փորձում է ինչ որ բաներ խոսի, տարբեր, հա։ Դե գիտեք, այս վերջերս Սամվել Կարապետյանը գնացել էր Գյուղերանքով, որտեղ որ իհարկե հաղթել էին իրանք ու հետընտրական բաններ տալիս, կաշառքներ տալիս։ Դες բան լսել եք Ջոհ ջան։ Կա նախընտրական կաշառք, հետընտրականի առաջին դեպքերն են սրանք։ Ասում եմ որտեղ որ մենք հաղթել ենք, այնտեղ 5 երեխա ունեցողներին տուն կտանք, միտեղ էլ ինչ որ բան, տրակտոր տվեցին, թե ինչ տվեցին, էլի։ Ու դրա մասին դե երևի տեղյակ եք այդ մասին խոսել ենք։ Ու մեր Արման Աբովյան որոշել է դա վաճառի մեր վրա, նայեք։ Նիկոլ ու քրկոականներ, Կարապետյանն Նարեկից սովորեք ոնց են ժողովրդի մասին մտածում։ Եղա։ Այնը տեսակ, լավն է։ Նվերը տեսակ։ Մի րոպե, եկեք մի հատ էլի դուրս գալիս այս բայ, լավա կերցնում։ Նիկոլ ու քրկոականներ, Կարապետյանն Նարեկից սովորեք ոնց են ժողովրդի մասին մտածում։ Կոմբայնը տեսակ, լավն է։ Նվերը տեսակ, լավն է։ Այդտենց են ժողովրդի մասին մտածում, ոչ թե գնում են փողոցները առավոտից քշել մարդկանց խափում են, որ մարդիկ հասարակ ապրելակերպ չեն ունենում։ Ես իմ խորի շնորհակալությունն եմ հայտնում նաև իմ կողմից Կարապետյանն Նարեկին նման գործի համար։ Օհա, խնդրեմ։ Կարապետյանն Նարեկից սովորեք։ Եղավ, կպայականներ, գնացեք ու սովորեք ոնց է պետք անել։ Խոստանում ես, գյուղում ձենը կրեցիր, տանում տալիս ես։ Եղավ։ Կոմբայնը։ Չհասկացաք, ես ինչ ձև է։ Ու շնորհակալ եմ մարդը, շատ լավ է։ Իհարկե լավ է, ուղղակի ստեղ մնա ուրիշ պահ կա, որ ի տարբերություն ձեզ, ասենք, երբ որ դուք ձեզ ընտրողներին եք տալիս, իշխանությունը, պետությունը, առհասարակ իշխանությունը, կառավարությունը, կառավարող ուժը չի կարա նայ ով է իրանց ընտրել ով չէ։ Նրա ծրագրերը պիտի լինեն համընդհանուր բնույթի, հասկանում եք։ Այդտեղ լուրջ տարբերություն կա։ Բայց ես ուզում եմ մի հատ նյութ ցույց տամ, որը վաղուց է, կարելի ասել երևի մի 4 ամիս առաջվա նյութ է, դե ձերից տակես ընկավ, ասի ես ցույց տամ։ Սա իշխանությունն է, նայեք։ Գեղարքունիքի մարզում նոր արտադրամաս եւ սառնարանային տնտեսություն է բացվել, ինչը իհարկե շատ ողջունելի է։ Հիմա այս արտադրամասի օրինակով ցանկանում եմ ցույց տալ մեր եւ ընդդիմության հերթական հիշում եք, որ սա ընտրություններից առաջ է եղել, հա։ Պրոստը բանը միտքը հասկանանք էլի։ մասին։ Արտադրամասի բացումից հետո մեր ընդդիմությունը շտապեց հայտարարել, գովազդել, թե երբ գան իշխանության այսպիսի արտադրամասեր են բացելու։ Հիմա փոքրիկ անակնկալ մեր ընդդիմադիրների համար։ Մինչ դուք երազում եք, մենք ի տարբերություն ձեզ աշխատում ենք։ Ձեր իսկ գովազդած արտադրամասը շատերի պես դիմել է պետական աջակցության ծրագրերի եւ ստացել է պետական աջակցություն։ Դիմել ենք էկոնոմիկայի նախարարություն եւ լիզինգով ձեռք ենք բերել գազարի լվացման օսկացը։ Ռոռոկման համակարգեր ենք ձեռք բերել պետական ծրագրերով։ Ունենք 3 հատ ձեռք բերված տրակտորներ։ Ու այս տարել ուզում ենք 3 տրակտոր ընդհանրում ենք մեր տարածքը 150 հեկտար ավելացնելու ենք ապելային համակարգեր, որը ուզում ենք նպատակ ունենք դնենք կառավարության, էկոնոմիկայի նախարարության իրանց աջակցություն ստանալու համար։ Կառավարությունը կայանում է գյուղատնտեսություն կազմակերպության կողքի, որը շատ ողջունելի է։ Խորհուրդ կտամ ցանկացած ֆերմերի դիմել, ստանալ աջակցություն, ծրագրեր կազմել եւ զարգացնել գյուղատնտեսությունը Հայաստանի Հանրապետությունում։ Գեղարքունիքի մարզում նոր Այ մի տեսակ Արման էր այդտեղի անունը Արմեն Աբովյան գնացեք եւ սովորեք իմիջիայլոց այս գյուղի ժողովրդի ոչ մեկին չեն ասում այ եթե մեզ չընտրեք այդ 3 տրակտորները ռոռոկման համակարգը կատիլայինը չգիտեմ մյուսը լիզինգ այս ամեն ինչը չի լինի հասկանում եք բայց դուք խնդիր ունեք Ստեղ խնդիրը գիտեք որն է, համեն կողմնաշոու անում, ուղղակի ստեղ այդ մսը կառավարությունն է, իր արած շոուները մի քիչ հետաքրքիր են դառնում, սրանցը լրիվ
Չգիտեմ, ես չես գրեի։ Սրանց լրիվ էլի ասենք բանը։ Մեկ էլ հա, մի հատ էլ լավ բան ասեմ, Ժողովրդին շատ դուր եկավ սա։ Եվ իսկապես ուզեի արձագանք լիներ ընդդիմադիր դաշտից։ Չնայած ինձ թվում է, որ այստեղ ոչ կա, դրա համար էլ սենց, հա։ Գլխանց ասեմ Արեն Մկրտչյանին շնորհակալություն։ Եկեք ու մասին է խոսքը։ Ու մասին է խոսքը։ Սորոջան, բայց ինչ ասել։ Արա հայերեն թարգմանությունով են բերում, ուրիշ բան, ես քո լավը։ Մերսի ժողովուրդ ջան։ Ուրեմն անասունից ձակ, Ալիևի հաջատից թռած ոչ մի բան։ Դրանով ես գույլյատելնում։ Տվե ձեռը ասել է չի Հայաստան տես ինչ ես անում։ Եզից ծնունդ։ Ինչնա, ինչի մասն է խոսքը։ Գրել է Դոդի Գագոյի ինչնա Հայաստանա Վարդանեսում։ Չգիտեմ ինչի մասն է խոսքը, որ մանրամասնից կարելի է ճշտել։ Եկեք մի հատ սա նայենք։ Հայաստանների որ սարքում է սենց են սարքում։ Ոչ մի դեպքում դերումը կայտնում է սև ցուցակում։ Տեղափոխվեցին սև ցուցակ, ող բոլոր շինարարներին 10 լինի, որ մանկապարտեզներ, դպրոցներ, ճանապարհներ, հարկատուների վճարած հարկերի հետ խաղանել չի կարելի ուղղակի։ Հուլիսի 1-ից 130 երեխայի առջև դռները բացած նոր հիմնանորոգված Ալավերդու թիվ 6 մանկապարտեզում է։ Այստեղ արձանագրել ենք շինարարության որակի հետ կապված խնդիրներ եւ վարվել ենք այսպես։ 215 միլիոն դրամ է ծախսվում այս մանկապարտեզի վրա։ Իրանք իրենց տները որ սարքում են սենց են սարքում։ Ոչ մի դեպքում դերումը կայտնում է սև ցուցակում, ինձ թվում է այդ բանից թվում չունեմ, պետք է դուրս գանք։ Ինչ ասել քարտը։ Այսինքն մենք ունենք իրավիճակ, որ մանկապարտեզի հիմնանորոգման ցույցեր հայտարարվել, շահել էր ինչ-որ կամպանիա, եկել էր շինարարություն արել էր անորակ, դրանից հետո համենքը տվել էր ժամկետ թերությունները վերացնելու, ժամկետը խախտել էր մոտ մի տարի։ Մենք եկանք թերությունների վերացման համար կոնկրետ օր սահմանեցինք, չվերացրին, տեղափոխվեցին սև ցուցակ, որ այդ ընկերությունը այլևս որևէ տենդերը չի կարող մասնակցի պետական գնման։ Ու սա լավ նախադեպ է, թող բոլոր շինարարներին 10 լինի, որ մանկապարտեզներ, դպրոցներ, ճանապարհներ, հարկատուների վճարած հարկերի հետ խաղանել չի կարելի ուղղակի։ Աշխատանքը կարող լինի թերություն, բայց տված ժամկետում կարող գարի թերությունը վերացնել աշխատանքը հանձնել։ Եվ նաև դրանից հետո համայնքը նոր մրցույթ հայտարարեց, նոր ընկերություն եկավ, արդեն թերությունները վերացրեց եւ աշխատանքը հանձնեց։ Էսա տեղի ունենալու անբարոյ շինարարների հետ այդքան բան։ Արդյունքում վճարել ենք միայն որակյալ աշխատանքի համար եւ ունենք մանկապարտեզ ահա այսպեսին։ Ոյ։ Հիմա նայեք ինչա տեղի ունենում 300 միլիոնից ավել գումարը, նու տենդերը դրած է մանկապարտեզը կառուցելու, սրանք գալիս փինում եթում են, հա, բնականաբար գնում են այնտեղ նայելու, չի համապատասխանում պահանջներին, ու ասում են շտկի, ժամանակ են տալիս, որ շտկի։ Էլի չի շտկում ու ասում են դե դավայ հելար ստեղից պայմանագիրը խզում են թազա տենդեր, նոր մարդուն բերում են, գործը արվում է, փողը տալիս են գնում է։ Ու շատ ճիշտ հարց է տալիս, ասում է ձեր իր տան համար էսպես է գործանում։ Շատ ուղիղ հարց է սա։ Ուղիղ հարց։ Թողնես առավոտից երեկո միասնականությունից խոսանք։ Արա, տենդերը շահել ես հայ երեխաների համար Հայաստանի Հանրապետությունում մանկապարտեզ կառուցելու։ Սա էռնեկ է, էռնեկ, հասկանում ես, անգամ ոչ թե փող աշխատելու տեսանկյունից, այլ կոնկրետ բարոյական տեսանկյունից։ Դու միջև մեռնելը 3000 տարեկան էլ դառնաս, այդտեղով որ անցնես դառնաս թորանը թե ծորանը թե ցույց ես տալու ասես ահա ես եմ ժամանակին սարքել, մեր կազմակերպությունն է կառուցել։ Այդտես ինչ ամուր են կառուցել, մինչև հիմա ես ինչ բանը կա, ինչ բանը կա։ Հասկանում ես։ Այսինքն հայ երեխաների համար ես կառուցում, ես վաղ տավիճակում պետությունում
քո պետության երեխեքի համար մանկապարտեզ կառուցել։ Էս ի՞նչ մոտեցում է։ Երեխեքի կենացը խմում եք, որ հավաքված եք լինում։ Նրանց լավ անուշ գնում է, հա։ Բոլոր հայ երեխեքին խաղաղություն թող լինի, բան խմում եք այդ կենացները։ Արի հետո վրից զակուսկի գոնե անում եք, թե տենց խմում եք գնում է ոսկի։ Այս ինչ է, այսի բարոյականության, չգիտեմ, էլի կոնկրետ կիրճն է։ Կարելի անգնել այդտեղ ու կյանքում դուրս չգալ։ Չկա սենց բաները, խիես անում արա։ Խիես տենց վերաբերվում արա, քո տորը չի գնում դպրոց կամ մանկապարտեզ, քո հարազատների երեխեքը դպրոց կամ մանկապարտեզ չեն գնում, թե քեզ կարևորը փողն է։ Դու քո թոռանից ես գողանում։ Քեզ գողանում երեխեքից։ Բայց դե նա ուրիշ խնդիր կա։ Լավ, իմի այդ կազմակերպությանը գցեցին սերտուցակ, ինչը լավ որոշում է, միջալյուց մի 5 տարի դրա շուրջ են կռիվ տալիս, ասում ենք այն կազմակերպությունները, որոնք որ տենդերը չեն արդարացնում, պրոստը գցեք սերտուցակ, որովհետև մեկ էլ ֆրում դնում ուրիշ բան են բռնում։ Բայց դրանով հարցը չի լուծվում։ Պետք է այդ անուն ազգանուններն էլ, այդ տվյալներն էլ, օրինակ, հենց այդ նույն ՍՊ-ի տնօրենը ով է եղել, Լենին ով է եղել, առաջին 1, 2, 3 պատասխանատու անձանց անուն ազգանուն հայրանները նույնպես գցել սերտուցակ, որ հանկարծ չկարողանան այդ իրանց ՍՊ-ն լուծարել, գնան նոր միած ՍՊ բացեն, ես նորով սկսեն մտնել էլի նույն հին ծանոթություններով կապերով, մտնել էլի տենդեր շահել։ Չպետք է սա թույլ տալ։ Ու ամեն մեկը պիտի իր կաշվի վրա այդ սև ցուցակում գտնվելու վատ կողմերը զգա, բոլոր նրանք ովքեր որ այո կարողանում են իրենց խղճի վրա վերցնել ու երեխաների բարվոք կյանքից գողանալ։ Սա է։ Եվ Երևանում էլ այդ նույն բանը պետք է անել։ Չնայած Երևանում վերահսկողությունը այդ իմաստով պետք է ասեմ, որ բավականին թույլ է։ Փաշինյանը հիանում էր, ասում էր Քոչարյանի ֆիրմեկն է ասֆալտ անում, հələ գնացեք նայեք Երևանի արած ասֆալտը։ Ես այդտեղ չեմ վիճի եղբայր, չեմ վիճի, ասենք ինչ ասեմ։ Բայց ֆիրմեկից այո, բանա տենդեր շահողների վրա դրած չէ, էլի որ էսի Նիկոլական, Քոչարյանական, չգիտեմ ինչական, չէ, ու էդի լավ է, պետությունը դրել է խնդիր, ասում ինձ պետք է որ սա արվի։ Ինձ քո քաղաքական պատկերացումները հետաքրքիր չեն, դու բիզնես ես, կարողանում ես սա անես, արի արա։ Հասկանում ես, չի դրել ասի մի րոպե գնամ մի հատ ստենդեր խաղացողի տնով ֆրամ տենամ բլեսի որ մեկին է ծանոթ հարազատ բարեկամ։ Հայաստանում նենց է որ 2-3 զանգով պայլուբոմում մեկը մյուսին ծանոթ հարազատ բարեկամ։ Դրա համար խնդիրը այդտեղ չի, բայց այն որ քո մտահոգությունը կա, Հայկ ջան, ես այդտեղ համաձայն եմ, որ ասում ես, դες դիտավորյալ վատ են անում, որ ժողովուրդը դժգոհ։ Կա տենց բան, կա տենց բան։ Նո դիտավորություն կա, թե դա բնավորության գիծ է, դիտավորությունը ավելի մեծ կառույցներում իսկապես կա։ Ավելի մեծ կառույցներում որ շատ նկատելի է դիտավորությունը, հատկապես ընտրություններից նախորդող ամիսներին է սրվում այդ ամեն ինչը, հա։ Բայց ընդհանուր էր համաձայն եմ քեզ այդ իշխ, ես չեմ կարող ուրիշ բան ասեմ։ Ասենք ոչ եմ արդարացնում, ինչքա է դա, բայց մյուս կողմից, ասենք այն որ կապ չունի դու քաղաքականից պատկերացում ունես, դու բիզնեսմեն ես, տենդերը դրած է, շահեցիր գնա աշխատի, այդտեղ ես խնդիր չեմ տեսնում, թե ում կառույցն է, ում ծանոթ, ում հարազատ, ում բարեկամ։ Կարևորը թող լավ անեն։ Բայց հա, բոլոր տենդերների մասնակիցներն են նախկիններն են, հա, բա փողը իրաց ձեռնա, տեխնիկաներն իրաց ձեռնա, այդ ցավները տանում։ Բա հեղափոխությունից հետո այդ ինչ եղավ, որ իրաց ձեռը չլինի այդ հնարավորությունները։ Ձևերն էլ իրանք գիտեն։ Այսքան ժամանակ էլ նորմալ, մինչև այսօր, եթե եղել է մի հատ պետական կառույց, մի հատ կառույց, որը որ հրապարակային տենդերը աչքովս ընկել է թերթելուց, ես չեմ ասում չկա, կարող է ես չեմ նկատել, որ աչքով էդի հեծն է եղել։ Հեծն է եղել, այն էլ Ռոմանոս Պետրոսյանի ժամանակ։ Всё։ Քաղաքապետարանում ինչ տենդերներ կա, բան, ինչ կայքով կարելի է մտնել նայել, նես պահանջներ դրած, կամ նույն պաշտպանության նախարարությունում։ Պաշտպանության նախարարության տենդերներից մեկը տեղյակ չի։ Ով ներսից մարդ ունի, ծանոթ ունի, լավ էլ փող են լվանում, լավ էլ փող են լվում։ Գալիս է մարդը օրինակ, լվացք անելու տենդերը շահում է, մեր շատ լավ հարազատի հետ է տենց բան եղել, որ լվացքատուն ունի։ Բանա, գալիս է տենդերը շահում է լվացք անելու, ախպեր, ոչ լվացքատուն ունի, ոչ լվացքի մեքենա ունի, ոչ вообще կուրսիա լվացքը ոնց են անում։ Բայց ինքը գիտի տենդերը ոնց շահել, տենդերը շահում է, փողը ընդեղից վերցնում է, բերում էժանով ստեղ անել է տալիս, տանում է, լավ, միջնորդում է, լավ, ասենք թե կարողացել է անում է, բայց հետո գումարայինն էլ ես նույն լվացքատանային կան է տալիս, որ էլի այդ հոսանք, գազ չի ցկում էլ։ Ու
Փակվում է, ինքա տեղի շկարար ալաֆը արես գնաց։ Իսկ այս մարդը, որ ունի լվացքատունը ու ինքն է սաղանողը, միշտ չգիտի ոնց մասնակցի այդ տենդերին։ Միշտ չգիտի, փակա։ Տենդեր էին դրել մի ժամանակ, դրա մասին խոսել ենք, հիմա չգիտեմ, ուշադիր չեմ եղել։ Այս վերջերս առհասարակ շատ խորքային sense բաները չեմ նայում, դες մանավանդ ամառվա սեզոնա թողանցի նորից էլի կվերադառնամ հին տեմպերին։ Տենդեր էին դրել, բան, ոստիկանի հագուստի։ Անցավ մի որոշ ժամանակ նայում ենք այս նոր ֆորմեկը միլիցեքի վրա, գլխարկը նայում ես, ոնց որ մտ տուփ դրած են բրեկները, կոշիկները, բան։ Հետո հետաքրքրվեցիք, բարձրացեց բաները, սամանումները այնպեսին են եղել, ու գնային համակարգը, որ ուրիշ բան չէր կարա լինել, չէր կարա լինել, փողա որ ֆռսում է։ Եվ այո, պետք է այդտեղ բանը ձևավորվի թափանցիկության որոշակի, գոնե առնվազն։ Չեմ ասում, վերցնեն, դնեն, բոլոր ԶԼՄ-ներով տարածեն, բայց գոնե մարդը միջին վիճակագրական փոքր բիզնեսի ներկայացուցիչը իմանա, որ կայքը տարա մտնի, ինչ տենդեր կա ու մասնակցի։ Փորձի մասնակցի ու ներս չլինի, որ մեկը գա ծանոթով կողքից բան։ Տենդերների վերահսկողություն գոյություն չունի։ Ու սա վերաբերվում է բոլոր պետական կառույցներին, բոլոր առանց բացառության։ Ասում եմ, միակը որ եղել է, որ մինչև տեսել եմ, էդ էլ հեծ, էդի հեծն է, այն էլ Ռոմանոս Պետրոսյանի նշանակվելուց հետո։ Всё։ Հիմա այդ մարդկանց, դա պետք չէ կառույցներին դնել բանի տակ, սև ցուցակ, եթե չեն ձգում։ Պետք է հենց ոչ միայն կառույցներին, այսինքն, այլ նաև հենց այդ կառույցների ղեկավարներին դնել սև ցուցակ, որ չկարողանան կյանքում մի բան անեն, դեռ ավելի խստ ասել, առհասարակ չկարողանան երբևէ իրանց ուզած ժամանակ թեկուզ մասնակցեն ինչ-որ բանի, դուք ասեք։ Պետական պաշտոնի մրցույթների կամ գնան հանրային պաշտոն զբաղեցնեն։ Դե այստեղ ինձ շոուների տեսանկյունից բացեց այն հանգամանքը, որ մի կողմից հրապարակվել էր, որ բանը Անդրանիկ Թևանյանը առողջական վիճակը կտրուկ վատացել է բանում։ Մյուս կողմից էլ գրած է, որ Նարեկ Կարապետյանին պատգամավորական անձնախելիությունը քննարկվում է, դե վաղներ շարունակվելու է, որովհետև այն Ալիկ Ալեքսանյանի հետ փոխկապակցած եսի միշտ կա։ Արդեն հետաքրքիր չի, ում վրա գործ կա, ով այն, հենց խնդիրը, հենց այս խնդիրն են փորձում լուծել դրանց նշանակովի կամ կիսագրակե դատավորները, ովքեր իրենց գործունեության հետևանքները հանրության շրջանակներում ինչպիսին են, չեն ցանկանում կտրականապես պատկերացնել ու չեն կարողանում ընկալել, թե իրենք ինչ-որ դավաճանական գործունեություն են ծավալում, թե մտավոր, թե բարոյական, թե իրավական դաշտում։ Երբ որ դու անընդհատ իմիջիայլոց մենակ դատարանները չէ, սա քննչականին նույնպես վերաբերվում, հա, որովհետև նես չի էլի, որ միշտ գործը լավ գնում է, ասած ամուր կառուցած գործը գնում է դատարան ու դատավորն է մեղավոր։ Շատ դեպքերում ժողովուրդն այս քննչականն էլ է մեղավոր։ Շատ դեպքերում կարող է ռեալ գործը անես բարի տված հասցնեն դատարան, որ դատավորը պարզապես ուրիշ ճաշ չունի։ Տենց է, դա էլ է շատ լինում, ու սա նույնպես պետք է բան անել, արձանագրել։ Հիմա էլ բանի Նարեկ Կարապետյանի թեմայով, այս մի հատ էլի շուխուր կանեն, էլի մի հատ, չգիտեմ ինչ կանեն, բայց արդեն դե ոնց նայում ենք խաղեր է գնում էլի։ Չէ, Պետրոս ջան, հարցը կարկատանով ասֆալտ կամ առանց կարկատան ասֆալտը չէ, այո, հենց ասֆալտի որակն է հարցը, որ քաղաքային հատկապես հատվածում կամ երկրորդական ճանապարհներին շատ վատորակ ասֆալտ է օգտագործվում, բիտումը առհասարակ շատ դեպքերում ոնց որ ծամեն ուտեն, չկա, կամ եթե կա, մի խոսքով վատն է։ Մերոնք հələ որակով ասֆալտ բերել տեղ հասցնել գոնե չսովորեցին։ Սա փաստն է։ Ու այդ նույն բիտումի թեմայով թե ինչու է տենց։ Այդ թեմայով նույնպես երկար եթերներ ունեցնենք։ Հայաստանի Հանրապետությունում 0-ից բանի բիտումի ձեռնարկությունը սարքվել, կառուցվել։ Բիտումի ձեռնարկություն, որը բան ձևով, էկո ձևով, էլի։ Որը մինչև հիմա չի աշխատում։ Մի 15 տարի է, եթե ոչ ավել, չի աշխատում։ Որովհետև Պարսկաստանից բերողներին ձեռ չի տալիս։ Ու ընդեղի վատ օրակն են բերում, ու էլի բանով, ԽՑԲ-ով, մի հոգի պիտի բերի։ Գնաց Պարսիկին ասես, ինչքան է բիտումը, այդ նույն գնով ես էլ եմ ուզում վերցնեմ տանեմ Հայաստան ծախեմ, չի տալու, ինքը անուն է տալու, ասում է, եթե իր անունից չսկել չեմ տա։
Այս ամեն ինչի մասին խոսել եմ, շատ մանրամասն եմ խոսել, ներկայացրել փաստեր ամեն ինչ։ Ուզում եք, եթե հետաքրքիր է, մյուս անգամ կարամ գնամ այդ ձեռնարկության դուք տենաք ինչ հսկայական գործարանի մասին է խոսքը։ Մինչև այսօր չի աշխատում։ Առավել ևս, որ ընդեղի առաջվա գյուղապետներ մի հատ այնպես մուտիլովկա էր արել, որ չէր կարա աշխատի։ Միջայլոց այդ գործարանում փայատերա նաև եթե չեմ սխալվում Սալուկյան գաղոն, բայց այդ չի էականը։ Ինչ կա այդ ենք ասում։ Հիմա էլ արա շատ էսել է հետաքրքիր նյութ։ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի Եկեք նախկին նա տեղակալ այս արդեն սրանով ես առաջարկում եմ եզրափակենք սա շոուի, չգիտեմ որի օր սերիան է, սա սերիալ է, էլի, շոու սերիալ է։ Բայց ազատությունն է ակցել, եկեք մի հատ զուգահեռ լսելով գնանք, էլի։ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը ադրբեջանական բանտից դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Շուրջ 3 տարի գերության մեջ գտնվող նախկին բարձրաստիճան զինվորականը հորդորել է Փաշինյանին դիրքորոշում հայտնել իրենց ներկայացված այն մեղադրանքի վերաբերյալ, համաձայն որի իբրև թե Հայաստանն է պլանավորել ու նախապատրաստել 2020-ի 44-օրյա պատերազմը։ Չնայած, ինչպես Մանուկյանն է նշում, իրենք ներկայացրել են անհերքելի ապացույցներ եւ փաստեր, որ պատերազմը սանձազերծել է հենց Ադրբեջանը եւ դա տեղի ունեցել միջազգային հանրության աչքի առաջ։ Եկեք մի հատ ստոպ տանք, այսքան տեղը։ Լսեցիք չի ինչ ասում։ Ասում է թող Նիկոլ Փաշինյանը ընդեղից մի հատ վերաբերմունք հայտնի էս ամեն ինչի վերաբերյալ։ Առավել ևս որ մեզ ասում են, որ Հայաստանն է սկսել սանձազերծել պատերազմը։ Չնայած մենք փաստեր ենք ներկայացրել, որ դա այդպես չի։ Արա տղեկ ջան։ Մենք գերության մեջ են, եկեք հələ էդի թողնենք։ Բայց ազատություն ռադիոկայան են ասում, ինչ են ասում։ Այս լրագրողին մի բան հուշ է։ Հայաստանի Հանրապետության բոլոր նախկին պաշտոնյաները նախագահից մինչև նախարարներ մեղադրել են Հայաստանին պատերազմ սանձազերծելու մեջ։ Ասելիք չունեք, բա։ Մյուս անգամը որ պարոն Մանուկյանը ուղերձ կհղի, փորձեք ձեր աղբյուրներով, դա շատ ավելի հասանելի աղբյուրներ են։ Հետ ուղերձ ղեք, ասեք ապեր, սխալ բան մի խոսացեք, այդպես դուք հակասում եք Քոչարյան Ռոբերտին, օրինակ։ Քոչարյան, երբ որ ասում ենք Քոչարյան Ռոբերտ կամ մյուս ինչ են սրանք ասել միշտ, то դուք եք կարկանել այդ ասածները, ձեր չլրագրող հալով, ինչ եք միշտ ասել, բանը, այ որ չասեր Արցախը Հայաստանը եւ վերջ, այ որ էս էնի, այ մենք կարծում եմ ասում եմ որ բանը Հայաստանը սադրեց, այս ամեն ինչը ինչ է, որ այդ գերիներին ընդեղ իսկապես 15-ից 20 տարի կամ ծմակ նստացնեն, բա ինչ է այս ամեն ինչը, նենց որ պարոն Մանուկյանին ասեք, մյուս ասելուց ոչ թե Փաշինյանին ասի, այլ դեբիլներին ասի, ովքեր որ կրկնում են այն ինչը որ սարկվում է այդ տղեկի գլխին բանում, բակվում։ Սրանից ավելի լավ ապացույց երևի դժվար է գտնել։ Շարունակենք։ Իդեպ Դավիթ Մանուկյանը իր հեռախոսային ուղերձում Փաշինյանին է դիմում ոչ որպես վարչապետ, այլ իբրև Հայաստանի քաղաքացի։ Քանի որ դուք եղել եք Հայաստանի Հանրապետության այս ժամանակ վարչապետը եւ միաժամանակ Գերագույն հրամանատարը, իսկ պատերազմի պլանավորումը սկսում է հենց այդ ուղղակից։ Հորդորում եմ կոնկրետ այդ մեղադրանքների մասով հանրային ներկայացնել դիրքորոշումը։ Հակառակ չափազանցելու դեպքում կնշանակի, որ համաձայն եք եւ առաջ քաշված մեղադրանքներին։ Դրանով իսկ մերսակի դարձնելով ոչ միայն ձեզ, այլև ողջ հայ ժողովրդին։ Հուսով եմ, նախկինում ձեր գլխարկների վրայի անվանումը չի կորել։ Դավիթ Մանուկյանը գերեվարվեց 2000 Գնացել բանտից մունատ են գալի։ Գնացել ընդերից մունատ են գալիս։ Ինչ որտեղ մեկ ես ուզում եմ մտածեմ, որ դե երևի սրանց ստիպում են։ Սրանք դե թուլակամ են, մի քիչ ասենք թե բան են անում։ Բայց լրագրողներ դուք եք սենց վերլուծում ներկայացնում։ Ինչն է, դուք չեք զգում, որ այս ուղերձները, որ Բաքվից գալիս հասնում աստեղ, հələ ո՞նց է գալիս հասնում, հələ մենք ինձ կարի ճամփեն ո՞նց է գալիս։ Ո՞նց։ Ասենք կամերուն նստած է մարդը, բրոձի։ Ես տենց եմ պատկերացնում։ Եթե սխալ եմ պատկերացնում, ասեք իմանամ։ Մեկը ֆլեշկով է ուղարկում, մեկը հեռախոսային բանով է ուղարկում։ Բրա ո՞նց արա։ Ու մի չեք ջոգել, որ դա ես կակրաս Հայաստանի դեմ աշխատելու համար է, որը դուք սիրով վերցնում, դարձնում եք ռեպորտաժ դնում եք մեր տիրույթում։ Արա հիմա դուք ով եք։ Ցնդելու բանը,
Ես ոնց մտածում եմ, ուզում եմ գտնեմ որտեղ եմ ես սխալ մտածում, որ այս մտքերը ինձնից հեռանան։ Արա չի ստացվում։ Ախպերական հուշեք իմանանք։ Ոնց արա։ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի վրա ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո նա այդ օրը իր կնոջ ու Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ միասին փորձել էր մեքենայով հատել Հակարի կամուրջը։ Նրանց ձերբակալել են սահմանին։ Իդեպ Արցախի նախկին պետնախարար գերեվարված Ռուբեն Վարդանյանն անցած տարի ադրբեջանական բանտից հատուկ ներողություն էր խնդրել Մանուկյանի տիկնոջից, նշելով, որ եթե նա չլիներ իրենց մեքենայում, ապա Դավիթ Մանուկյանն այսօր ազատության մեջ կլիներ։ Դավիթ Մանուկյանը, որ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրել է նաև 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում, պատերազմից հետո արդեն 2021-ին ազատվել էր բանակից Հայաստանի նախագահի հրամանագրով, այսինքն գերեվարման պահին նա զորացրված զինվորական է եղել։ Ադրբեջանական բանտում շուրջ 3 տարվա գերությունից հետո առաջին անգամ իր հեռախոսային ուղերձում Դավիթ Մանուկյանը նաև հորդորում է Նիկոլ Փաշինյանին ասել, թե Հայաստանն ինչ դիրքորոշում ունի ադրբեջանական բանտերում պահվող հայերի կարգավիճակի վերաբերյալ։ Արա կարող է դի այնպես բանա, որը որ վտանգվում է մի քանի ուրիշ բան։ Դու ով ես Բաքվի բակ։ Մտածեք լը մի հատ մենք ստեղ նստած լսենք արա։ Որի սովեք դու կարա։ Ու ամենավատը, այո, միշտ դա որ ես դա իմ տղին եմ փոխանցելու, իմ տղեն էլ իր տղին երևի կփոխանցի, որ 44 օրյա պատերազմի պարտություն կրած պատերազմում կրած պարտությունից հետո մենք չտեսանք մի հատ ռազմական ղեկավար, բարձրաստիճան զինվորական, գեներալ կամ մի բան, գենշտաբների աշխատող, ով ինքնասպան կլիներ այդ ամոթից, որ պարտվել է պատերազմը։ Սա ցուցիչ է։ Սա ցուցիչ է։ Ստեղից ենգոմ խոսելու բան չկա։ Հիմա գնաց այդ Բաքվի բանտում նստած փոխորդում են։ Արա կապ չունի ում վրա։ Արա լավ նրանք էլի եմ ասում, ճանտամ կարող է ստիպում են բան են անում, չնայած դժվար է հավատալը, բայց եւ այնպես։ Չէ՞ որ սենց տնեց Ալիևը Բերանցյանը լաբորատորի իր գործիքներն են Հայաստանի դեմ։ Սենց տնեց գործիք եք ոնց եք պատկերացնում գործիք։ Արա ձեզնից մեկը լավ, գոնե Բաքվի բանտում, գիտեք չէ՞, ձեզանից մեկը ձեզ վնասեք, կյանքին, ձեր կյանքին վնասեք, Ալիևը կրակն անգնում։ Ալիևը կրակն անգնում։ Դուք դա չեք որոշում ձեր մեջ, որը բայց այդտեղ ներկայացված եք, չգիտեմ, հերոսական չգիտեմ, արես չգիտեմ ախպեր։ Շարունակենք։ Ադրբեջանական բանտերում պահվող հայերի կարգավիճակի վերաբերյալ։ Ցավալի է նաև այդտեղ գտնվողները չեն զգում Հայաստանի Հանրապետության շունչը, բայց ինչ արա, իրականությունը սա է։ Ժամանակից ուղղությամբ այստեղ գտնվողները չեն զգում Հայաստանի Հանրապետության շունչը։ Կներեք, իսկ Ռուսաստանի Դաշնության շունչը զգում եք։ Ինձ թվում է պիտի լավն ես թիկունքների տակ այդ շունչը պճի։ Ես գիտեք, երեխեք կան, ասպես մի արա էդի։ Չէ, ես կանեմ, մի արա, կանեմ, մի արա, անում է տոկը խփում է խոսքի, վժունը կապում, արա, ասիկ մի արա։ Չարաչը չէ երեխու պես։ 1000 անգամ ասից, սենց մի արեք, սենցը, չէ, մենք չենք հիշում, խի, հենց նույն շրջափակման ընթացքում դուք ընդեղից ինչեր եք հոխորտում Հայաստանի վրա։ Արա ես եմ եթերներ արել։ Ես եմ եթերներ արել, 100 անգամ ասել, արա ասել եմ, չի կարելի որ Արցախը հրապարակային են, որ թշնամին տենա դա, հակադրվի Հայաստանին։ Չի կարելի։ Չէ, դուք դրանց հիմա են կընկել են Բաքվի, բայց Հայաստանի շունչը չեն զգում։ Չէ, ես կուզեմ որ ստացվի որ ազատվեք, որ գաք Հայաստան։ Հանկարծ այստեղ բան չանենք, էլի։ Գուցե իսկապես տեղյակ չեմ, ինչքանով են լավ աշխատում։ Տեղյակ չեմ։ Ոչ էլ պատկերացում ունեմ, ոչ էլ ուզում եմ ունենամ, անկեղծ եմ ասում։ Ինձ հետաքրքիր են այդտեղ են 2 հոգի, եթե չեմ սխալվում 2 հոգի է։ Գերմնացել եւ իհարկե հետաքրքիր է այն բանը, որ պիտի ստեղծվի, որպեսզի անհետ կորածների թեմաներով ինֆորմացիաներ հավաքվեն, որոնողական աշխատանքներն են երկու կողմանի Ադրբեջան եւ Հայաստան։ Սենց բաները ինձ հետաքրքիր են, բայց ձեր գոյությունը Բաքվի բանտում 1000 մոտ մեծ աշխարհ ինձ հետաքրքիր չի, որովհետեւ դուք են շարքային քաղաքացին չեք եղել, ոչ էլ շարքային զինվորը։ Հիմա դեռ նստած ձեզ ասել եմ մի արեք արա։ իրականությունը սա է։ Ժամանակից ուղղության պատճառով ես այսքան եմ խոսեմ, առայժմ թե կիսվեց Դավիթ Մանուկյանը։ Դավիթ
Մանուկյանի հարցադրումների մասով վարչապետ Նիկոլ Փաշինյանից արձագանք ստանալ չհաջողվեց, եւ վարչապետը եւ նրա խոսնակը այս պահին արձակուրդում են։ Այն որ 19 հայ գերիներին ներառյալ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքուն շինծու մեղադրանքներով է 20-ից մինչև ՑՄ ազատազրկման դատապարտել, ասում է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիանուշ Սահակյանը։ Իրավապաշտպանը նշում է, որ պաշտոնական Բաքուն իր բոլոր ռազմական հարձակումների ու ագրեսիաների ներառյալ 2022-ին ջերմուկ ներխուժելու համար պատասխանատու է կարգել Հայաստանին եւ իր իսկ կողմից սանձազերծած պատերազմների մարդասիրական հետևանքների ամբողջ բեռը դրել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ուսերին անհատական պատասխանատվության տեսքով։ Մի րոպե, լավ, այս փաստաբանին դնենք մի կողմ, հուսանք, որ իր գործը լավ կիրականացնի միջազգային կառույցներում։ Այսինքն Ադրբեջանը ասել է, որ Հայաստանն է մեղավոր, որ մենք հարձակվել ենք ոչ միայն Արցախի թեմայով, այլ նաև Հայաստանի սուվերեն տարածքների վրա։ Ստեղ ընդդիմադիրները նույնպես ասում են պետք է փոխենք ղեկավարին, որովհետև Հայաստանն է մեղավոր, որ Ադրբեջանը հարձակվում։ Չէ՞։ Հիմա դուք ի՞նչն եք դժգոհում, որ այդ տեսեք խափում են ադրբեջանցիները։ Արա, բա մյուս կողմից էլ տարածում եք, ասում եք, արա դե Ալիևը ինչ ասում է, ճիշտ է, էլի ասում։ Այս խոսույթը ձերը չի։ Ախպեր, ասում են, բայց տեսեք ադրբեջանցիներն ինչ են ասում, այդ տեսեք Ալիևն ինչ ասեց, բան։ Այս չի ձեր խոսույթը։ Ձեր համար հավաստի աղբյուր Ալիևը չի հանդիսանում։ Ալիևն է հանդիսանում։ Բայց հիմա ինչի՞ է համաձայն չեք։ Վռոդի։ Թե մեկ նալին խփելով, մեկ մեխին խփելով, տենց ինչ որ բան եք ուզում հավաքեք։ Բա կապվեցինք վարչապետի հետ, ոչ նա, ոչ աշխատակազմի, չգիտեմ, ղեկավարը ասաց ինչա, տեղում չէին արձակուրդում։ Բա մի հատ է Քոչարի գրասենյակ կապվեք, հարցնեք, հանրությանը հետաքրքրող հարց է։ Արդյոք նա երջանիկ է, որ իր ասածները մեկին մեկ կրկնում Ադրբեջանը ու այդ պատիժը կիրառում ռազմաքաղաքական ղեկավարության վրա։ Ձևակերպում անեք, ասեք։ Շոու, ոնց Արցախը եղել է շոու, ոնց զոհերը եղել են իրանց համար որպես շոու կիրառելու բան, ես ցավով եմ ասում։ Ոնց գերիներն են եղել շոու, ամեն ինչը շոուի մասին եղել իրանց մոտ, ամեն ինչը։ Որ որևիցե նախադասության հետ չի համընկել, երբ որ հարմար եղել որ վարկյանին դա ասել է։ Այնքան որ այդ պահին դիվիդենդ հավաքեն, հույս ունենալով, որ հանրության իշխողությունը կարճ է։ Իսկ իրականում տես բան կա, KGB-ում սովորացնում են, որ կարճ է հանրության իշխողությունը 3-ից 6 ամիս է։ Ու իրանք հենց դրա վրա աշխատում են։ Երբ որ Արցախի էթնիկ զտման ենթարկվեց, սրանց գվոցը չէ լավ մի 3 ամիս։ Որտեվ տեսա որ ռուսները դավաճանեցին։ Մի 3 ամսից քիչ-քիչ սկսեցին էլի բանը, իրանց մոլի երկրպագությունները ի ցույց դնել։ Որ ասում ենք ռուս-թուրքական բարեկամության ճտերն եք, արդյունքն եք, հակահայկական ու հակապետական, բա ի՞նչ նկատի ունեք։ Մի միտքել մտքիցս թռավ է մի բան էլ կար ասելու։ Լավ։ Չիլնի մյուս անգամ կհիշենք կասենք։ Շորժան, գուցե այսքանով եզրափակենք եթերը, իմ կարծիքով, եթե հարցեր բան չկան, հանդիպենք։ Լավ եղեք, այս ընթացքում դիտելով, ևս մեկ անգամ ասեմ, դիտելով բանի ընդդիմադիրների գործունեությունը արտերկրում հանգստանալու ձգտումները պետք է ենթադրել եւ հույս ունենալ, վստահություն ունենալ, որ նրանց հանգստությունը ցույց է տալիս, որ մեր երկիրը փրկված է այլևս, ինչ որ վիճակից հանելու կարիք չկա, վտանգ չի սպառնում, դա ոչ թե ասում է իշխանությունը, այլ դա ցույց է տալիս ընդդիմությունը իր համառային արձակուրդներ գնալու, հատուկ վայրեր գնալու դրսևորմամբ։ Ահա եւ ամբողջը ինչ կցանկանայինք ասել այս ընթացքում, այս վերնագրի ներքո։ Բայց շոուներին դեռ շատ կանդրադառնանք, դրանք մեր իրականության մի մասն են դարձել, ցավոք երբեմն այո աշխատում են դրանք, ազդեցություն թողնում են քաղաքացիների վրա, բայց ժողովուրդ ջան, քիչ-քիչ բրախեք հրադարեք։ Իսկապես էլ էդի տես չի լինում, էլի ախր, դուք էլ գիտեք, որ տես չի լինում։ Ուղղակի ձեր մեջ ներարկա ատելության ձեռը կրակն եք եւ չգիտեք ինչ անեք։ Մի պահ ոչ մի բան մի արեք, հետո քիչ-քիչ կհասկանաք ինչա պետք է անել։ Լավ մնացեք ժողովուրդ ջան, ամեն ինչ շատ լավ կլինի։
Բարի գիշեր։